Բարեցես։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես բացվում է Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ գերարացնում է այն տեսակետը, թե հայրենական պատերազմին մենք զոհվեցինք հանուն ոչինչի, ֆաշիստական Գերմանիան արիոտես գալիս էր մեզ փրկելու։ Սրան զուգահեռ նաեւ կարծում եմ դուք տեսակ ազգային ժողովում իրենց պահվածքը։ Ցես կուրտուկնել եք մացեցել տեսա։ Արսեն Թորոսյանը մեծ թուրք գազի վիրավորելու համար, որտեղ հայրենիքը ինքը հնչեցնում, ինչ ունեք ասելու այս անձին, եւ առհասարակ թիրախային հենց խփում են իրենց կոռուպցիային, իրենք միանգամից այսպես իրենց ինքնատիրապետումը կորցնում են, նաեւ մի քիչ առաջ, մոտ 1 ժամ առաջ տեսանյութ է տարածվել Նիկոլ Փաշինյանը ջերմ զրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ, Ալբանիայում է հիմա, մանրամասներին դեռ ծանոթ չենք, այդպես շփվում են, զրուցում են միմյանց, ինչ սպասել, համեցեք։ Դե սկզբից իհարկե անդրադառնանք։ Ռուս-ուկրաինական բանակցությունները Թուրքիայում։ Ոչ միայն էդի, ես կարամ ավելացնեմ, դա պաշտոնապես հայտնի է, որ այսօր, եթե չեմ սխալվում, ամսի 16-ը, ռուս-ուկրաինական դա մի յանդրեք, այսօր Եվրոպայի հետ Իրանի բանակցությունները նույն Ստամբուլում, այսինքն մենք ստեղ շատ գործոնների հետ ենք բախվում, սակայն այնուամենայնիվ սկսենք դրանից, որ դավաչան, թուրք, վերջի խոսքերը կարող եք օգտագործել, եթե ուզում եք, ինչ որ մի Արծրուն Հովհաննիսյանը, ստախոս, որը դեռ ներողություն էլ չի խնդրել իր ստերի ասենք համար, որոնք ինքը տարածում էր 2020 թվականին, հիմա սկսում է հիտլերական ստեղ հանդիսանալ, հենց այդպես, հիտլերական, նա ոչ թե հայ է, այլ զուտ հիտլերականը, ու այն հիտլերական չի, որ ասենք 10 անգամ երևի գիտեք լսել եք կարդացել, որ այնուամենայնիվ նույնիսկ Հիտլերի ֆելդմարշալ Պաուլուսը դարել է հետագայում 45 թվականից հետո այդ գերմանական ժողովրդավարական հանրապետության առաջի հրամանատարը։ Այդ կարգի ասենք հիտլերական չի։ Ավելի վատ տարբերակ է, որը ստում է, տարածում է, շարունակում է տարածել ստերը, ինչ որ մի ու տեսեք ինչքան համընկնում է իր ասենք բարապաշարը, այն բարապաշարի հետ, որը մի հատ փողոցային ինչ են ասում, ցածր քաղաքացիական եւ այլ սոցիալական պատասխանատվության կինը տարածել է մեր Արցախյան պատերազմի, առաջի Արցախյան պատերազմի հերոսների մասին, յանի թե 5000-ը զոհվել է հանուն ինչի, հանուն ոչինչի։ Տեսեք ինչքան դա համընկնում է։ Այսինքն պատվիրատու նույն մարդը, տեքստերի խմբագիր նույն մարդը, նույն օղակը, նույն խմբակը հանցավոր։ Սրան ավելացնելը ես նույնիսկ կարծում եմ ցանկացած մարդը, որ քիչ թե շատ երկրորդ աշխարհամարտի պատմության հետ ծանոթ է, շատ հեշտ ու հանգիստ կարող է ծալի, կոպիտ ասած։ Իմբիշների ասենք տերմինաբանությունն էլ օգտագործենք, կարող է ծալի ու դնի տակը, որովհետև ոչ մի նման մտադրություններ Հիտլերը եւ իր շրջապատը չեն ունեցել։ Հակառակը 41 թվականի հունիսի 18-ին 4 օրից հետո սկսվում է հարձակում Խորհրդային Միության դեմ։ 4 օր առաջ Հիտլերը պայմանագիր է կնքում թուրքերի հետ, որտեղ բաժանված են դերակատարությունները, որ Վոլգա գետի, այդպես ասած, այդ Ստալինգրադ կոչվածից մինչև Կասպից ծովը վերցնում են գերմանացիք հսկողության տակ, այդ կլինի աղազանք թուրքերի համար հարձակվել եւ ամբողջ Անդրկովկասը զավթել, բնականաբար ոչնչացնելով հայությունը։ Այն մարդիկ, ում ասենք բարեկամները աշխատել են ժամանակ խորհրդային Հայաստանի տարբեր ասենք կուսակցական եւ կառավարական շրջանակներում շատ լավ կարող են պատմել ցանկացած մեկին, թե ինչ է
պատրաստվում են ժամանակ Անդրկովկասում նույն Ստալինյան ղեկավարության կողմից։ Որ բոլորը հասկանում էին, որ 42 թվականի իրավիճակը շատ վճռորոշ է, շատ վճռորոշ է։ Կամ կլինի ցեղասպանության շարունակություն, որովհետև դուք հասկանում եք, որ թուրքական զորքերը մտնեն Անդրկովկաս, կլինի հայության ոչնչացում, այլ ոչ թե Հիտլերը ցալի խորհրդային միություն, հետո կհարձակվի Թուրքիայի վրա, ոչ։ Թուրքիան դարել է ամենամթերիմ դաշնակից Հիտլերի, ուղղակի սպասում էր 42 թվականի ռազմամարտերի ավարտը։ Այնպես որ Արծրուն, դու ոչ թե շանտղա ես, դու անպարկեշտ, անպատիվ, անարժանապատվություն մարդ ես, էակ ես։ Ու արդեն տեսնում եք, որ կատարելագործված թուրք ես։ Ես այսպես անձամբ եմ դիմում այդ մարդուն, որովհետև մի վաղտ առաջ ինքը աշխատել է իմ կողք առ կողք։ Չենք իմացել, որ դու հիտլերական ես։ Թե չէ հենց այն ժամանակ քեզ կոչնչացնեին։ Շատ լուրջ եմ ասում։ Դա ինչ որ վերաբերվում է այս տեսաերիզին, կոպիտ ասած։ Լավ կլինի, որ այդ հիտլերականին ոչ մի տեղ չտանեն, չբերեն։ Թող մնա իր զուգարանում ու զբաղվի այդ գործով, ինչ որ նա անում է հերոստատեսությամբ։ Այ ինչ վերաբերվում է ազգային ժողովին, ահա ստեղ շատ ու շատ մանրուքներ կան, որոնցից պետք է անպայման բոլորը խոսեն։ Արսեն Տորոսյան ես իր ոչպես, ասենք, նույնիսկ գիտակից մարդ չեմ կարող դիտարկեմ։ Այդ այն անձը, որ ցանկանում էր մեր բոլոր, ասենք, կանանց եւ աղջիկների առողջությունը ոչնչացնել գարդասիլներով։ Թող մարդիկ հիշեն Գարդասիլիչ։ Ու չգիտես ինչու ինքը իր բաշիբուզուկ, ասենք, պարագլխի, ասենք, ասածները այսօրվա օրով որոշել է անտեսել։ Նա համարում է, որ թուրք խոսքը դա վերավորանքը, այնինչ մի հատ իջևանցի թուրք դա չի համարում վերավորանք։ Բայց ցանկացած մեկը, որ նա է ուղղակի դիմակի ծերին այս ոմն Արսեն Տորոսյանին, բաց կոչվոր թուրքը տեսնում, ոչ թե հային։ Սա հեչ, ավելի լուրջ իրադարձություն, այդ իհարկե բախման սա գործընթացը, որը սադրել են հենց քեփեականները։ Ոչ թե Լևոն Քոչարյանը դա սադրել, այլ հենց քեփեականներ են սադրել։ Ու չգիտես ինչու, երևի Արսեն Թորոսյանը չի կողմնորոշվեց, չհասկացան, նա երևի մտածեց, որ եթե նկատի, որ թուրք խոսքը դա վիրավորանքը, ապա նա միանգամայն դառնալու է ազգային հերոս։ Հիմա քեփեականները սադրել են ամեն ինչ, ինչ որ կատարել ազգային ժողովում։ Ես կարամ հիշեցնեմ իրենց, որ օրինակ իրենց սիրած Փաշինյանի քնքահայրին, քաղաքական առումով քնքահայրին, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին աչու ձախ 90-ական թվականներում տարածվել է, որ նա գալմա թուրք է, ոչ թե հայ։ Եվ հիմա հիշեցնենք, թե պետք չէ հիշեցնենք, թե ինչ թեկուզև այդ Լևոն Քոչարյանի ասացները դուրը չեն եկել։ Պետք է դու անպատվես իր պրակտիկորեն նախ, հա, էլի պապին, եւ հորը եւ պապին, ասելով, որ դուք թուրք եք։ Ազգային ժողովի եսիմ ինչ քանի տոկոս է կեպեականներին։ Սաղ թուրք եք, վերցրու մի ասա, դուք բոլորը թուրք եք։
ու կայֆ եք դրանից ստանում, թուրքի տակ պարում եք, թուրքի տակ եսի ինչ եք անում, բայց թե ինչ որ կատարվել ու ես զարմանում եմ հիմա ուրիշ բանից, որ ոչ մի չի ասի, քաղաքական ասենք դաշտում է կարող է ասենք չի ընկալվում որպես կանոն կամ ինչ որ մի ասենք օրենք չգրված ես զարմանում որ չկա ոչ մի ցպտուն ոչ մի փորձ վրեժ լուծել այդ մարդկանցից որոնք աչու ձախ կարող են վիրավորել կարող են անպատվել կարող են նույնիսկ ասենք մարդու հոր պատվին կպնել ու չկա ոչ մի պատասխան այդ պատասխան չի էդի ցես կուրտուկ է եղել դրա համար պատասխան համարվում բայց այդտեղ պետք է ուրիշ ռեակցիա ասենք թե արձագանքել տարբեր չէ տեսակներ կան արձագանքելու ու մենք այնուամենայնիվ համբերատար կսպասենք որ կլինի իսկույն ծանրակշիռ պատասխանները այս ոհմակին հիմա օրինակ դուք եք ձեր եթերում նոր ձեր խոսքում ասացիք որ դուք բոլորը թուրք եք Արսեն Թորոսյանն էլ ձեզ է ըստեյության վիրավորում չէ դե պատկերացրու ես ես եմ հիշեցնում իր պարագլուխը չի համարում այդ խոսքը որպես վիրավորանք պաշտոնապես է հայտարարել ամբիոնից Այս մեկը չգիտես ինչու չի կողնորոշել համարում որ թուրքը այնուամենայնիվ վիրավորանքը լինելով արտակնապես ֆիզիկապես թուրք Հիմա պետք է կողնորոշվեն այդ մարդիկ թուրք խոսքը դա վիրավորանքը թե ոչ նախ եւ առաջ Երկրորդը այո ես որպես ես անձամբ որպես վանեցիների ասենք ժառանգ ես դա համարում եմ վիրավորանք Արսեն Թորոսյանը իմ նման վանեցի է ոչ Եվ այլ կան շարունակական ասենք իմաստները, բայց դերևս ես կխնդրեի, որ մենք բավական շուտապույտ անցնենք մի եւ միջազգային կարգի խնդիրներին։ Ամեն դեպքում միապես հարցներ կընտրեմ պատասխանեք եւ ասենք միջազգային իրողությունների։ Ինչու են իրենք այսպես խերվում եւ արդեն շայթին է խփում իրենց կոռուպցիային, Արցախը ծախելուն, այսպես արդեն։ Բնականաբար այն պատճառով որ նրանք էլ են հասկանում, որ մոտենում է այն պահը, երբ որ արդեն պատասխանատվության կկանչվեն։ Դրա համար նրանք փորձում են նոր այդ ժամացույցի սլակը ուղղել դեպի իրենց այդպես ասած ընդդիմախոսներին կամ իրենց նույնիսկ ասենք հակառակորդներին եւ այլն, որտեղ նրանք զգում են, որ ինչ որ այնը չի ասենք սկսել է ստեղծվել ու կատարվել, ինչ մի երաժշտության տակ նրանք սկսել են ապարել։ Նրանք այդ երաժշտությունը արդեն զգում են։ Նրանք շատ լավ գիտեն, որ իրենց հովանավոր MI6 բրիտանական հատուկ ծառայության տնօրենը թուրք եւ թուրքի պեսա Ռիչիկ Մուրը սեպտեմբերից հեռանում է այս դաշտից։ Նրանք շատ լավ իմանում են, որ այդ Ռիչիկ Մուրը որ պաղել է եւ պաղում է Էրդողանին եւ Ալիևին եւ բնականաբար իրենց Երևանյան գործընկերոջը։ Նրանք դա հասկացան, որ վայ դարը շատ կարճ է տևել։ Այդ պատճառով սկսում են սադրել, երևի ինչու ոչ թե ասենք առանց ինչ-որ մտադրությանը, այլ պլանավորելով, որ էսա մի բան կլինի, մենք իրան էլի բանտ նետենք կամ եսի ինչ քրեական գործ հարուցենք։ Նրանք ուրիշ պատճառ չունեն նման կարգի իրենց պահվածքը դրսևորել։ Նրանք իմանում են, որ վերջ դարը շատ կարճ է եղել Ռիչիկ Մուրիկներին, իրենց հովանավորներին, պաշտպաններին արևմուտքում, շատ լավ են հասկանում։ Բայց այսօր արդեն շտապեց Ալբանիայում հանդիպել Ալիևին։ Բա բնականաբար ինքս արդեն դրան եւ արդեն միջազգային իրողություններին։ Հասկանում եք, նրանք որ չստացվեց այդ հանդիպումը Մոսկվայում մայիսի 9-ին, որոշել են որ պիտի Էրդողանի հովանու ներքո Ալբանիայում, Ալբանիան ի՞նչ է, լրիվ Թուրքիան է, ամեն ինչով Թուրքիան է Ալբանիան, ու թուրքական ֆաշիզմը անցկացնում Բալկաններում,
Ու նրանք գնացել են այդ հովանու ներքո նստել ու ինչ են ասում, բարեկամական զրուցել, թե ինչ ենք անելու, ինչ չենք անելու։ Ես չգիտեմ նրանք ինչ են խոսալու ուրիշ տարբերակով, բայց այդ սցենարը արդեն պատրաստ է, վաղեմի պատրաստ սցենարը։ Ծայրահեղ դեպքում հանդիպենք, ասենք, Ալբանիայում կամ ինչու ոչ, հենց այդ Կոսովյան Ալբանիայում։ Զարմանում որ Կոսովո չեն գնացել, այլ գերադասել են Ալբանիայում են հանդիպել։ Համենայն դեպս երկուսի վիճակը բավական խոցել է այսօրվա օրով։ Խոցել է տարբեր ինչ են ասում, երևի շերտերում, այդ շերտերն են, ամեն մեկը շերտ ունի։ Հայաստանի վերաբերյալ ես կարծեմ հենց ձեր թաղավարից կարամ հիշեցնեմ, մի վաղ առաջ ասել եմ, այն ժամանակ Չինաստանի ժամանակավոր հավատարմատար, դեսպանը դեռ նշանակված չէր, տվել է հարցազրույց թուրքական թերթերից մեկին ու հայտարարել է, այո, մենք ամբողջ Հայաստանը իր բոլոր ծրագրերով ընդգրկում ենք մեր ծրագրի մեջ, մեկ գոտի, մեկ ճանապարհ կամ ուղի։ Հետևից Ալիևը վազել է Պեկին ստացել է ինչ-որ պայմանագիր, ռազմավարական նշանակություն ունեցող։ Հիմա այդ երկուսը մտածում են, որ կարան, երևի կարան, ասենք մտածում են, որ կարան Չինաստանին ֆրցնել, ժողովրդի լեզվով ասած ֆրցնել։ Չի ստացվի, բալիկներ։ Ու այդ պատճառով եք դուք մտահոգված եւ անհանգիստ Ալբանիա եք թռնում, որպեսզի տետատետ հարցերը լուծեք։ Չի ստացվի։ Արդեն ամերիկյան ռազմական փորձագետները բարիզբուն իմաստով նույն Տրամպին ակնարկել են, լսի, այս 3-ից ձեր չտաս, որովհետև պատասխան տալու կգան ոչ թե ամեն մեկը առանձին, այլ իրենց կոալիցիայով, դաշինքով։ Ու չորրորդ պետությունն էլ ավելացել, դա կլինի Հյուսիսային Կորեա, այսինքն Չինաստան, Ռուսաստան, Իրան ու Հյուսիսային Կորեա։ Արդեն ամերիկացի փորձագետները դա հուշում են, այդ մակարդակով են հուշում։ Հիմա ինձ թվում է ամենալավ ժամանակը մենք անցնենք միջազգային հարցերին, գործերին։ Այո, հայտարարված էր, որ 15-ի մայիսին Ստամբուլում յանի թե ուկրաինական հարցը քննարկվելու։ Սակայն տեսեք, հատուկ ստուգել եմ միջև իմ գալը։ Դեռ լուրեր չկան։ Լուր կա, որ առավոտվանից 15-ի առավոտվանից ռուսական պատվիրակությունը Ստամբուլում էր, ոչ ոք չի եկել։ Չնայած յանի թե Կիևում նշանակել են իրենց պատվիրակությունը։ Կամ ասենք տենց պատվիրակության կազմը։ Ընդ որում մատնանշվում է, որ Ջուհուդ Զելենսկին նշանակել է պատվիրակության գլխավոր ում։ Լավ լսեք ում։ Թուրքական հատուկ ծառայությունների եւ բրիտանական MI6-ի գործակալ Ռուստեմ Ումերովին։ Ու արդեն դրանից զգացվում է, որ Կիևի համար այդ բանակցությունները գոյություն չունեն, իրենց խնդիրը ժամանակ ձգել առնվազն մինչև սեպտեմբերը։ Քանի որ գլխավորում այդ պատվիրակությունը կոնկրետ MI6-ի եւ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ, որը չի թաքցվում, որը որ գաղտնիք չի որևէ մեկից։ Ու այդ պատճառով մենք հասկանում ենք, որ իրականում այնտեղ եթե որևէ մի բան քննարկվի, անպայման կլինի ձգտում հետաձգել բանակցային գործընթացը։ Այնինչ այսօր շատ ավելի կարևոր բանակցություններ նույն Ստամբուլում պիտի տեղի ունենան։ Դա Իրանի եւ եվրոպական 3 պետությունների միջև։ Ինչու՞։ Պրակտիկորեն ստացվում է, որ ԱՄՆ-ն հակված է գնալ զիջումների։
Բայց ԱՄՆ-ն այնուամենայնիվ ցանկանում է խուսափել որևէ պատերազմական գործողություններից։ Աղա եւս մի պատճառ, ինչու Ալիևները եւ Երևանյան թուրքերը ուզում են Ալբանիայում հանդիպել եւ բանակցել պայմանավորվել։ Հաշվարկը պատկերացեք սխալ էր նախկին հաշվարկը։ Ես համոզված եմ, որ նրանք քնել են, երազեն տեսել, որ ԱՄՆ-ն ռմբակոծումը կամ ասենք պատերազմումը բացահայտ Իրանի դեմ։ Այն ժամանակ իրենց ցանկությունները կիրականանան։ Այն ժամանակ։ Հիմա ստացվել է այդպես, որ ըստ էս ԱՄՆ-ն կազմակերպում է Էրդողանի որոշակի ցանկությունների կատարում, այսինքն քրդական բանվորական կուսակցության, ասենք, yani թե ինքնալուծարում եւ զինաթափում։ Իբր թե Թուրքիային ամերիկացիք ազատում են այն վախից եւ ասենք մտավախությունից, թե կարող է Թուրքիայի պարակտման process սկսվի, անկախ Քրդիստանի կայացման փաստով։ Հասկանում եք ես ինչ եմ ակնարկում։ Այո, այդ բոլոր գործերի ֆոնի վրա հայտարարված է, որ 40 տարի պատերազմ, ասենք, տանող պարտիզանական պատերազմ տանող քրդական բանվորական կուսակցությունը յանի թե ինքնալուծարվում է զինաթափման գործընթացով եւ այլոհանդերձ։ Ուրեմն տեսեք, ԱՄՆ-ի այս շատ ճիշտ պահ եք պրշտացել, ուրեմն հաստատում եք իմ խոսքերը։ Այս պահին կազմակերպվում է մի զուգահեռաբար կամ ոնց ասենք գործընթաց, որը դեռ չես պատկերացնում ինչ կարող է բերի մերձավոր արևելքում, Թուրքիայի ներսում եւ ինչու ոչ Անդրկովկասում եւ այլ շրջակա տարածքներում, որովհետեւ քրդական գործոնը կա գրեթե ամբողջ մերձավոր արևելքում, ոչ թե կոնկրետ մի երկրում։ Ու այդ ֆոնի վրա գնում են արդեն նույն այսօր պիտի գնան կայանան բանակցություններ Իրան, Եվրոպա։ Եվրոպա ասելիս ես իհարկե նկատի ունեմ Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա։ Որտեղ մնացած երկրները կարծես թե շատ հեռացված են եւ տարածաշրջանից եւ այդ քննարկման խնդրից, որը կա ու կա։ Քննարկման խնդրեմ ինչու հենց Եվրոպայի հետ, որովհետեւ Եվրոպան իբր կամովի միացել է ամերիկյան տարբեր կարգի պատժամիջոցներին Իրանի դեմ ուղղված։ Հիմա որպեսզի ոնց որ Իրանը պահանջում է ԱՄՆ-ից թեկուզով թազա նոր ինչ որ մի գործարք կնքենք, բայց այն պայմանները, որոնք եկել են 2015 թվականի փաստաթղթի մեջ, պետք է հաշվի առնել, այսինքն ցանկացած արտասահմանյան իրանական ավանդները պետք է ապասարեցվեն, ու փողը պետք է գա Իրանի պետության ձեռը։ Այդ ցուցանիշով կհաստատվի, որ ԱՄՆ-ն իրոք լուրջ մտադրություն ունի կատարել նախ եւ առաջ 15 թվականի փաստաթղթի պահանջները։ Ու հա նշանակվել են բանակցություններ եվրոպացիների հետ, որովհետեւ ոչ պակաս ներդրում են արել հակաիրանյան հիստերիայի մեջ եվրոպական երկրներ, Ֆրանսիա, Լոնդոնը եւ Գերմանիա։ Ու ես դες ավելացնեմ, այնտեղ կլինի խոսակցություն ոչ միայն ավանդներից, այլ նաեւ որպեսզի Ֆրանսիայի, Անգլիայի եւ այլ հատուկ ցարությունները դատարեցնեն օգնություն ցուցադրել հակաիրանյան բանդիտական խմբավորումներին, որոնք ամրացվել են, դիրքավորվել են եվրոպական երկրներում։ Շատ լուրջ եմ ասում ձեզ։ Պահանջներից մեկը Իրանի կողմից դա է։ Ահաբեկչական խմբավորումներ, որոնք Իրանի դեմ են գործում, իրենց շտաբնակարանները գտնվում են Փարիզ, Լոնդոն եւ այլը, պետք է դատարեցվին։ Բա
Գիտեք, բանակցությունները միայն միակողմանի են լինում, ոչ իհարկե։ Ու շատ, ասենք, ոչ միայն ամերիկյան այդ պայեստազորի գնդապետ, որը հիմա ռազմական, ասենք, փորձագետ է, նախազգուշացնում է իրենց, ասենք, երկրներին, որ գիտես ինչ, մեկին կպնելու դեպքում գործ կունենաս կոալիցիայի հետ, ոչ թե առանձին, չի լինի առանձին, նրանք կմիավորվեն ամեն կերպ։ Ու մենք հասկանում ենք, որ դա գործընթացը տանում է դեպի այն ուղղություն, որ ես վաղուց նշել եմ։ Ես նույնիսկ անցյալ տարիների ընթացքում նշել եմ, որ կլինի այն պաղը, երբ որ արևմուտքը կբախվի այն իրականության հետ, որ իր ծրագիրները, իր բոլոր ծրագիրները, հակառուսական լինի, հակաչինական լինի, հակաիրանական լինի, կմտնեն Բաքուի։ Ու տեսեք, Ամերիկան արդեն մտել է Բաքուի, ճիշտ է, հալավոր միայն Չինաստանի հետ։ Բա ինչի մասին վկայում են որոշումը, որը վերջերս ամերիկացիք ձեռք են բերել, ասենք, պայմանավորվել Չինաստանի հետ։ Երկկողմանի սակագների իջեցում, Տրամպի խոսքերը հիշում եք, 145% բան եմ դնելու, մաքս եմ դնելու, սենց եմ անելու չինական ապրանքների վրան։ Հիմա գնում են դեպի կարգավորում այդ հարաբերությունները, ճիշտ դա առևտրական ոլորտ է, միջպետական առևտրական ոլորտ է, բայց իմացեք, դա լավ կյանքից չէ, որ Տրամպը ստիպված է հետ քայլ է անում։ Հասկացեք էդի։ Հաստատվել է Չինաստանի դիրքորոշումը, ասել եմ, մոռացի անցյալը, քանի որ այսօրվա օրով քո ամերիկյան ներքին նույնիսկ շուկա շատ ավելի է կախված Չինաստանից, քան թե մենք ձեզանից արևմուտք։ Ու դա իրականությունը։ Ի տարբերություն արևմտյան տարբեր կարգախոսներին եւ այլ, դա իրականությունը։ Երկրորդ զիջում Ամերիկայի կողմից։ Ամերիկան էլ չի մեղադրում Իրանին, որ յանի թե Իրանը զինում է եւ տրամադրում է Եմենի հուսիներին Իսրայելի դեմ։ Ամերիկան միայն մի բան է սակարկել, ասենք, ինչ որ արևտուր արել, նույն հուսիների հետ։ Դու մի կրակի մեր նավերին, իսկ կրակը Իսրայելի վրա թե չէ, մեզի թքած։ Որովհետև իրենց ռմբակոծությունների, հրտիրակոծությունների տակ պարզվեց ոչ մի իրական ռազմական միավորներ այդ անցարալախ շարժմանը չեն ընկել, պատրաստ են եղել, կամ պայմանավորվել են ամերիկացիների հետ, որ ամերիկացիները չկրակեն այն կետերի վրա, որտեղ իրենց զին ուժա։ Ու խնդրեմ, հութիները այսօր էլի են հարվածել բալիստիկ հրտիրով Թել Ավիվը, այն Բեն Գուրիոն կոչված օդանավակայանը։ Հա, շատ պարզ ու պրիմիտիվ։ Ամերիկյան եւ այդ Եմենի հութիների ասեն գործարքի մեջ կետ չկա, որը վերաբերվում է, որ Իսրայելի վրա չկրակի։ Դա զիջում չի, այո, դա հետ քայլը, բնականը դա հետ քայլը։ Բա պարզ չի, որ եթե անպակաս իրանական ուղղությունով, չինական ուղղությունով կան ինչ որ շարժումներ դեպի հետ գնալը Ամերիկայի կողմից իհարկե, բայց նույնը կարող է լինել կամ տեղի ունենալ ուկրաինական ուղղության վրա։ Այսինքն այդ Ստամբուլյան կոչված բանակցությունները, ինչպես Ուկրաինա, Ռուսաստան եւ այնպես էլ Իրան, Եվրոպա, մենք պետք է սպասենք, որ արևմուտքը հետ քայլ անի։ Ու դա արդեն նշмарվում է, այո։ Եվ Մակրոնը եւ մյուս եվրոպական այդպես ասած առաջնորդները արդեն կարծես թե մի քիչ ավելի զգուշորեն են արտահայտվում, թե զորքերը մտցնենք, թե չմտցնենք Ուկրաինայի տարածք։ Ու մենք պարզ հասկանում ենք, որ դա եւ ԱՄՆ-ի այսօրվա նախագահի ազդեցությունն է։
Ու այդ պատճառով այսօրվա օրով մենք մոտավորապես ինչպես նաև Ալիևները հեսա ինձ շատ ու շատ մարդիկ նույնիսկ ասենք սենց էլի նեղացած նեղվածքով խոսում ինչու է Ալիևն քուրդ անվանում բա ոչ չանվանեմ եթե արդեն համացանցում էլ կան նյութեր որ Ալիևի ամբողջ կլանը քրդերն են ես ինչ որ մի բան եմ պարտվել կամ ասենք ինչ որ ասենք թե պարտվելու մասին ստեղ խոսել չկար որ ես ինչ որ մի գաղտնիք եմ բացահայտել երբ որ ես արդեն 1992 թվականից ամեն տեղ ամեն պատճառով ասում սա քրդական կլան է քրդերի ընտանիքն է հիմա ես եմ ասենք թեկուզ ինչ շաղել եմ կամ ասենք չեմ շաղել այստեղ շաղույթի մասին խոսք չկա ճշմարտության մասին է խոսք այո դա քրդերն են ընդ որում են քրդերը որոնք այն ժամանակ որ մեկին նույնիսկ ասենք յանի թե ազատ անկախ լրագրող է եղել Էյնուլա Ֆաթուլլայևը կողել են բանտը այն պատճառով նա բացահայտել է որ դերևս Հեյդար Ալիևի օրոք սկսել են մեծ ու մեծ այդպես ասած քանակությամբ տեղափոխել քրդերին Իրաքից եւ Թուրքիայի տարածքից դեպի Նախիջևան հիմա եթե մենք դի համադրենք այն փաստի հետ որ քրդական բանվորական կուսակցությունը դե իբր չեմ կարող ասեմ հայտարարված է դերևս հաստատված չի բայց հայտարարված է եւ ինքնալուծարվում է եւ զինաթափվում շատ ու շատ բարձ պրիմիտիվ բան է բացահայտվում երբ սկսել են նախադրյալներ պատրաստել որպեսզի Նախիջևանի տարածքը կողեն Թուրքիայի կազմի մեջ այն պատրվակով թե յանի թե այնտեղ քրդերը մեծամասնություն են դարել հա Էլ չեմ ասում որ շատ ու շատ եղել են տվյալներ ասեմ թե ինչ ասեմ հուշեր կամ ասեկոսներ որ այդ նույն Իրաքի եւ Թուրքիայի քրդերին տեղափոխում են Դաշտավայրային Արցախ այդ ինչ որ պատմում դերևս 2005-2006 թվականների պատմություն է բայց գործընթացը շատ ավելի շուտ է սկսվել Դրա համար եմ նշում, որ դա դերևս Հեյդար Ալիևի վաղտ սկսած գործընթաց է եղել։ Ու կարելի է պատկերացնել, որ Իլհամ Ալիևի վաղտ դա շարունակվել է։ Ահա թե ինչու մենք այստեղ հիստ կասկածում ենք, որ տուրանական ծրագիրը այդ MI6-ի բրիտանական հատուկ ծառայությանը որ իբր իր տեղը չի գա քրդական նախագիծը խիստ կասկածում ենք ու ճիշտ ենք անում որ կասկածում որովհետև քրդական նախագծերից լսել եմ դերևս այսօրվա օրով հանգուցալ Իգոր Մուրադյանին իր ասենք ասելով որ անգլիացիք ձգտում են որպեսզի ստեղծվի ինչ որ հայ քրդական համադաշնություն Տեսեք, այդ բոլոր ասենք իսիմ ինչ թելերը, թե ասենք ինչ որ հետքերը տանում են մեկը դեպի Բրիտանիա, դեպի MI6 Ահա թե ինչու մենք հակված ենք դիտարկել այսօրվա կատարվողները, գործընթացները, թե ինչ որ խոսակցությունները, ինչ որ ծծկուրտուկները Որ դա իհարկե դատարկ տեղում չի ծնվել, դա նախապատրաստված, վաղեմի նախապատրաստված ինչ-որ մի ծրագրեր, ինչ-որ մի սցենարներ։ Ստեղ մնում է միայն մի հարց։ Եթե Ամերիկան հետ քայլը անում իր քայքայիչ մարդացած ծրագրերից, թե ով է գլխավորելու այդ գործընթացը։ Անհասկանալի էակ Մակրոն ազգանունով, որովհետև այնքան կներեք կիսակատակ բանն արտաղայտվել, մտքեր են արտաղայտվել, թե կարող է այդ մարդը ընդհանրապես
որը հիմա հանդիսանում է իր իբր թե օրինական կին, կարող է դի տղամարդը վիրահատված։ Էդ էլ են ասել։ Կամ Ֆրանսիան ուրեմն պետք է գլխավորի այդ սատանայական պայքար կոչվածը, կամ Մեծ Բրիտանիան։ Երկուսն էլ չեն ուզում դա գլխավորել, երկուսն էլ առաջ են քաշում Գերմանիային, այդ նորին տիր, ասենք, կանցլեր Մերց, հա, իր ազգանունը, ճիշտ եմ հիշում։ Հա, այս մեկն էլ ասում է, մենք պետք է դառնանք, մեր Բունդեսվերը պիտի դառնա եվրոպական ամենաղզոր ռազմական ուժ, էլ ինչ-որ մի նշմարներ հիտլերականների հետ, ցարաստը հայտնվել է Ոմն Արծրուն Հովանիսյանը։ Իմի բերեք ամեն ինչ, որ ես այսօր հնչեցրել եմ, իմի բերեք ու տեսեք, որ դա իրական ինչ-որ մի նույնատիպ, ասենք, համադրված սցենար ստեղից ընդեղից, որ նրանք աշխատում են դեպի այս սցենարը։ Հենց նոր, քանի որ եթերում եք առաջին եցակ ծանոթանալու, հենց նոր կադրեր են գալիս Ալբանիայից, ինչպես Էրդողանը սկսեց կազմակերպում Ալիևի եւ Դե բնականաբար Էրդողանը պիտի կազմակերպի հանդիսանը ցավը տանում։ Դա կասկած չի հարուցում, որ ամեն ինչ իր, այդպես ասած, կազմակերպված գործընթացը, որից հետո նրանք կարող են հայտնվեն ուրիշ տեղ, տեսեք, մի քիչ առաջ, մի քանի օր առաջ այդ Զելենսկին եղել է այցով Անկարայում, չէ՞։ Տեսեք, այդ նույն սցենարը, ու նույն սցենարի հիմնական հեկավարը դա բրիտանական MI6 հատուկ ծառայությունն է։ Բայց ինչու են շտապում, էտա հարցել կա։ Շտապում են, որովհետև արդեն հայտարարված է, որ Ռիչարդ Մուրի տեղը պիտի գա Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Չինաստանում, Ոմն Բարբարա Վուդվարդ։ Պատկերացեք, որ Թուրքամոլեն կարող է փոխարինի ով Չինաստան լավ ճանաչող, ասենք, մարդ։ Որովհետև վայթե նա շատ ավելի լավատեղյակ է չինական ներքին գործընթացներից, քան թե Ռիչարդ Մուրը։ Ու դա կնշանակի, որ Մեծ Բրիտանիան շատ ավելի ուշ, ասենք, հակված կլինի, հաշվի առնելով Չինաստանի շահերը։ Ես Չինաստանի շահերից մեկը, այո, հաստատակամ ասում եմ, էլի հղում անելով Չինաստանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի, Չեն Մին, հա, կարծեմ, հա, Չեն Մին, հաստատ, ասենք, տենց բավական կոշտ արտահայտված մտքերի հետ, որ Չինաստանը մտադիր է ընդգրկել ողջ Հայաստանի տարածքը իր ծրագրի շրջանակներում։ Ու հիմա դուք էլ մտածեք, հեչ պետք չի ու պարտադիր չի, որ որևէ մեկը գա ու սկսի ձեզ բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Թուրքիայի համար ու թուրքերը շատ լավ են հասկացել։ Թուրքերի համար դա նշանակել է, որ քեզ թուրք չամպը փակվում է դեպի Անդրկովկաս։ Ալիևին կանչել է Պեկին ու բնականաբար միջպետական ինչ-որ պայմանագիր կնքելը նշանակել է։ Այո, նույնիսկ Բաքու քեզի չամպը կտրվում է։ Թուրքը լինելով հրեա ազգությամբ, որտեղ Էրդողանի մամաչկան հրեայի, իսպանական, շատ բարձ արագ կողմնորոշվել է։ Ու բրիտանացիք որպես հովանավորները եւ պրակտիկորեն տերեն, իրական տերեն պանթյուրքիզմի եւ Թուրքիայի սկսել են խաղարկել ինչ որ թարմացված կամ լրիվ նոր սցենար, որի մեջ կա նաեւ քրդական գործոնի տեղ, որտեղ որ կա, որ այդ երկուսը պիտի տորպեդավորեն, այսինքն Ալիևը եւ Երևանյան գործընկերը պիտի տորպեդավորեն ցանկացած երկրի արտահայտվելու, ասենք, ինչ որ հնարավորություններ Անդրկովկասում։ Խնդրեմ, մենք դա տեսնում ենք, թեկուզ դրանով, որ ասենք, սրանք չկայացած Մոսկվայում հանդիպումից խուսափել են, այն մեկի խաղարկմամբ, թե այս մեկի խաղարկմամբ այդ կարևոր չի, բայց խուսափել են, չկայացավ։ Բայց Ալբանիայում հանդիպում են ու շարունակում են Անգլիայի համար նպաստող
ինչ որ մի գործընթաց կամ սցենար կամ քայլերի վերանայում, ասենք այդպես, բայց որտեղ արդեն ընդգրկված պետք է լինի եւ այդ քրդական գործոնը։ Ես պնդում եմ, որ դա տենց է, փոխկապված թելեր են, փոխկապված ինչ որ մի կառուցվածքը, ինչ որ մի ասենք ծրագիրը, ես պնդում եմ, որ դա այդպես է։ Այդ թվում հիշելով իմ առանձնազրույց տարիներ առաջ նույն իմ հիշատակված Իգոր Մուրադյանի հետ, որ նա այն ժամանակ մի 10 տարի երևի թե առաջ, եթե ոչ ավել, խոստովանել է, որ անգլիացիների մոտ կա ինչ որ մի սցենար, ինչ որ մի նախագիծ հայ-քրդական կամ ես կասեի քրդա-հայկական համադաշնության մասին։ Ու դա ամեն ինչ իր տեղ ունի։ Միայն մենք չենք կարող իհարկե հենց հիմա կանխատեսել, թե ինչպիսի արձագանք լինելու այս անգամ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի կողմից։ Դա չենք իմանում, բայց դա երևի թե ժամանակի ընթացքում կպարզվի, կճշտվի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։